օբյեկտների դեմ։ Եվ դա։ Ես ուզում եմ ավելացնել, որ այս շենքի լինելը, KGB-ի պատվալի լինելը Նիկոլ Փաշինյանի ամոթն է, երբ որ ինքը բանտարկված էր Կոշքերակատարողական հիմնարկում, հետո Արթիկում, այստեղ այլ քաղբանտարկյալներ կային այդ ժամանակ, մենք այցելում էինք եւ բոլորը այդ ժամանակվա եղած մարդիկ հիմա իշխանության մեջ են եւ բոլորը գիտեն, որ գոնե այս ԿԿ-ն չի համապատասխանում միջազգային չափորոշիչներին եւ այն պետքա փակվի։ 8 տարի անցել է, այս ԿԿ-ն շարունակում է գործել, որովհետեւ ոչ մի բան չի փոխվել։ Նույն KGB-ի տրամաբանությամբ իշխանություն է, բայց սութի բան, ինքնիշխանության մասին բաներ, ելույթներ ունեցող։ Բայց միգուցե Նիկոլ Փաշինյանին ձեռք չի տալիս, որ փակվի։ Իհարկե ձեռք չի տալիս։ Այս ամբողջ բրիֆինգը նրա մասին է, որ Նիկոլ Փաշինյանին ձեռք չի տալիս։ Նա շատ լավ տեղավորվել է այդ KGB-ի կոստյումի մեջ, որ շարունակում է հիմա ինքը լինել։ Իրականում դուք գիտեք, որ մեր սահմանադրությամբ ԱԱԾ-տնօրենը ենթարկվում է վարչապետին եւ նրան է զեկուցում ամեն բան։ Հետեւաբար Հայաստանում KGB-ի պետը Նիկոլ Փաշինյանն է։ Այսինքն այդ որ տենց գորգռում է բան, ինքնիշխանություն, բան, ցարի դեմ պայքար, բան, ասենք ինքը KGB-ի պետը աշխատում է երկրում։ Ինչի մասին է խոսքը։ Քաղաքբանտարկյալներից խոսեցիք, այսինքն դուք կարծում համարում եք, որ Հայաստանում այս պայմանությամբ կան քաղաքբանտարկյալներ, շատ դեր ասած KGB-ի պատվալում են, կարող եք նշել օրինակ ովքեր են դուք եք համարում քաղաքբանտարկյալ եւ վերջերս այս շենքում հայտնված Անդրանիկ Թևանյանը եւս տեսանալ քաղաքբանտարկյալ է։ Ես կարծում եմ, որ բոլորը ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել վերջին 4-5 ամիսների ընթացքում, դրանից առաջ էլ մինչև 1 տարի Սամվել Կարապետյանից սկսած բոլորը քաղաքբանտարկյալներ են, Բագրատ Սրբազանի գործը առաջինն է եղել այս ցանկի մեջ, ես չեմ հավատում որևէ գաղտնալսման, որևէ Բագրատ Սրբազանի գործով կեղծված գաղտնալսումից հետո, նաև այն դեպքերից հետո մենք տեսնում ենք, որ ամբողջ ժողովուրդը հիմա գաղտնալսվում է, իսկ սահմանադրությամբ մենք իրավունք ունենք գաղտնի պահել մեր անձնական կյանքը, նամակագրությունը, հեռախոսային խոսակցությունները, բոլորը անխտիր քաղաքբանտարկյալներ են, ավելին